Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կիլոգրամից ավել քաշ կորցրեց, պարզվում է գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Air մրցաշավային բարձր դասի քարբոն հեծանիվների ընտանիքին է պատկանում և 5-ից 10,000 ԱՄՆ դոլար արժե։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 11-ին, հիմքում դնելով արժեպատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կասկածի տակ է դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը և շահագրգռվածությունը բուքմեյքերական ոլորտի նկատմամբ։ Ըստ պատգամավորի, ոլորտում ներգրաված որոշ խոշոր սեփականատերերը ԱԺ նախագահի մտերիմներն են։ Սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքելով մեր դիմումին նախ տեղեկացրել էր, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն հայտնաբերվել, սակայն նույն օրը մեկ այլ գրությամբ տեղեկացրել է, որ դիմումի մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ և ստուգողական գործողություններ, որոնք դեռևս շարունակվում են։ Եթե հիմքեր չկան, ինչու են իրականացվում ստուգումներ, իսկ եթե ստուգումները շարունակվում են, արդյոք վաղ չէ խոսել հիմքերի բացակայության մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է դատավարություն չունենալու մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով համաձայնությամբ տուգանքով։ Հրապարակ օրաթերթը գրում է. Քաղաքպայմանագիրը Երևանի սրտում, Կասկադում։ Վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել և պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգված գրասենյակում պարզվում է կապի խլացուցիչներ են նաև տեղադրել և հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում և մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված է Մասիս և Սիս սարերը, հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ Արարատ լեռան փոխարեն այլ պատկեր կլինի։ Մեր աղբյուրի խոսքով լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս տարվա հունվարից։ Իրենց ասվել է, որ մինչև ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխանություն եկեղեցի հակամարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան, առաջարկելով օրենսդիր մարմնին դատապարտող հայտարարություն ընդունել եկեղեցու և հոգևորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Տեքստում նշված է նաև, որ հայտարարությունը չի հանդիսանում որևէ անձին ուղղված աջակցություն և չի բովանդակում դավանաբանական գնահատականներ։ Հայտարարության նախագիծը խորհրդարանում կներկայացնի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հաստ օրաթերթը գրում է. Օրերս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերի մասին ասել է, թե Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և այդտեղ էր ուղարկում Քաջարյանի կոմբինատը։ Ավելին նա այդ ամենը ներկայացնում է որպես անբեկանելի ճշմարտություն, այլև մատուցում է որպես ռուսական կապիտալի պայքար ընդդեմ Արևմտյանի։ Ամբողջ զավեշտը սակայն այն է, որ Ամուլսարանի հանքի դեմ պայքարի ժամանակաշրջանում, ինչի մասին խոսում է Արամ Սարգսյանը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերերը ոչ թե ռուսական, այլ արևմտյան ընկերություններ, իսկ ավելի կոնկրետ գերմանական։ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն Ամուլսարանի այդ ճանապարհը փակելուց տարիներ անց։ Ու թե ինչպես էր այդ պարագայում արևմտյան կապիտալը պայքարում Արևմտյանի դեմ, մտածելու բան է։